Մենք մեր հարևանները, բարեկամները ջամբրուկային այսօր դրամատուրգների մեջ են, մարդուկ ուզում են թողեն եւ գնալ, եւ թվերը դա են ապացուցում։ Մենք այսօր այդ առումով իրոք շատ ճակատագրական մի փուլում ենք գտնվում։ Անթունթի եզրին ենք, եթե այսպես շարունակենք, իսկապես հնարավոր չի այս երկիրը պահել։ Սա արդեն ինչ որ մարդկանց ցանկությունների խնդիր չէ։ Սա արդեն ազգային խնդիր է, սա ազգային անվտանգության խնդիր է։ Դուք անձամբ որոշել եք արտագաղթել։ Ոչ, անձամբ մենք ոչ։ Գիտեք, ես շատ դուրս չեմ գալիս տանից եւ ընդհանրապես կապված մասնագիտության հետ միշտ ժամանակս տանն եմ անցկացնում։ Այնպես որ բայց որքան ինձ ծանոթ է, չգիտեմ, որևէ մեկը ամենադեպս մեր շենքից չգիտեմ, եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի արտասահման գնալու։ Որպես երաժիշտ պատկերացնում եք ապագան ձեր այստեղ Հայաստանում։ Դե եթե չպատկերացնում էի, չէի գա երևի։ Դժվարություններ սակայն շատ կան, այնպես չէ։ Դժվարություններ ամեն տեղ կան։ Ես չգիտեմ, կա աշխարհում մի որ երկիր, որ շատ հեշտ է ապրել, ինձ թվում է ամբողջ մարդկությունը արդեն այնտեղ կլիներ։ Ավելի բարեկեցիկները միգուցե կարծում են, որ ավելի անվտանգ կարող են ապրել դրսում, բայց ես կարծում եմ վերջի դեպքերը մանավանդ Կիպրոսում ցույց տվեցին, որ այդպիսի բան գոյություն չունի։ Եվ մի քիչ պետք է ավելի մեծ մասշտաբով հետևել լուրերին եւ տեսնել թե ինչ է կատարվում Եվրոպայում եւ Ամերիկայում եւ արդեն շատ պարզ կլինի, որ միգուցե այժմեական դրությամբ Հայաստանը բավական ապահով երկիր է։ Առնվազն մեծ կտորներին գուլ գնալու իմաստով։ Արդյոք այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, թե ամենայնիվ քաղաքային ընտրություններ են։ Պարոն Օսկանյանը ասում է, սրանք զուտ քաղաքական են։ Իշխանության թևն ասում է, որ սրանք քաղաքային են։ Ես չեմ կարող այդ առումով նախ այդքան քաղաքականության չեմ հետևում այն իմաստով, բայց մեծ իմաստով կարող եմ ասել, որ մեր մոտ այդ բոլորը շատ ավելի փոքր մասշտաբի գործողություններ են եւ ընդհանրապես ես կարծում եմ բոլոր ընտրություններն ինչ-որ ձևով քաղաքական են այն իմաստով, որ ինչ-որ մեկ ուժ ցանկանում է ունենալ ինչ-որ մի բանի ղեկավարություն մեր շենքի համատիրության ընտրություններն են նույնիսկ քաղաքական այդ առումով ես նկատի չունեմ հանրապետական ժողովրդի համատիրություն է այն։ Եվ ընտրում եք դուք։ Անշուշտ մենք ընտրում ենք պրեզիդենտ եւ վարչություն։ Պատահաբար պարոն Օսկանյանը դերակատարություն չունի համանատիրության։ Ոչ, քանի որ նրանք սեփականատերեր չեն շենքում։ Ես չէ որտեղ ես տեղացի եմ, այստեղ կան բնականում Բարսկաստանից են ջնում որտեղի հայերը։ Բայց չեն արտագաղթում հիմնականում։ Ես չեմ Դուք էլ չեք պատվաստվում, չէ։ Աչափնյակում հայտարարություն արեցիք։ Դրանից մոռացեք, էլի այսօր Չէ, նկատի ունեմ դուք ասացիք արտագաղթի մասին խոսեցիք ձեր հարևանների։ Ումի նկատի ունեիք, պարոն Օսկանյան։ Հետո այսօրվա թեմայով։ Օրինակ Վալմար իմ հարևանն է, էլի։ Հենց այդ առումով։ Ինքը չէ, բայց գնացող չի։ Բայց ունեք են շենքից գնացողներ, պարոն Օսկանյան։ Այսօր արձադրություն կա։ Այս շենքում ոչ մի արտագաղթ չկա։ Հիմնականում շենքի բնակիչները մեր սփյուռքահայերն են, որոնք նաև սերելով իրենց երկրի հայրենիքը, այսօր այստեղ են եւ շենքում բոլորս միասին ամենաշատն են։ Այս շենքում կա եւ Հալեբից, Սիրիայից եւ Պարսկաստանից եւ Ամերիկայից եւ Անգլիայից տարբեր երկրներից։ Իմ բարեկամներից ոչ մեկը չի արտագաղթել, չեմ կարող ասել, իսկ ընդհանուր դա չեմ կարող ասել, որովհետեւ ես իմ հեքիաթի իմ առասպելի մեջ ապրող մարդ եմ, իմ նկատությունում ապրող։ Բայց կոնկրետ այս շենքի օրինակով չեք նկատել։ Այս շենքի մեջ ոչ մի արտագաղթ չկա, չի եղել։ Այս շենքում վարձով են տվել։ Շատ հանք է վարձը գիտեմ, որ ճիշտ է, մինչև 1500-ից $3000։ Այո։ Հիմա այստեղ ինչ արտագաղթ ասում եմ։